Բարև ձեզ։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում տաղավարում շարքի հերթական հաղորդումն է եւ մենք շարունակում ենք քննարկել մեր կրթության գիտության խնդիրները տարբեր դիտանկյուններից։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք Դիզակարտ մշակութային երիտասարդական կենտրոնի հիմնադիր Երազիկ Հայրյանին։ Երազիկ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Երազիկ, որքան գիտեմ, Դիզակարտ կենտրոնը ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո 21 թվականին ավելի ստույգ։ Ինչ նպատակներ եք հետապնդում կենտրոնը ստեղծելիս եւ ինչ առաքելություն կարողացաք իրականացնել։ Շնորհակալություն։ Դիզակարտ մշակութային երիտասարդական կենտրոնը ստեղծվել է 20 թվականի պատերազմից հետո, երբ տեղահանվեցինք Հադրութի շրջանից եւ այսպես մշակութային համայնքն էլ սկսեց քանդվել, մենք պետք է մեր շուրջը հավաքեինք տեղահանված արցախցիներին եւ որոշեցինք ստեղծել Դիզակարտ մշակութային կենտրոնը։ Իհարկե Դիզակը դա Հադրութի պատմական անունն է եւ այդպես անվանեցինք Դիզակի արվեստ։ Մեր շուրջը հավաքելով տեղահանված Հադրութի, Շուշիի շրջանից երիտասարդների, երեխաների ստեղծվեց Երազիկ։ Ոչ, ստեղծվեց Երևանում 20 թվականի պատերազմից հետո մի մասը տեղափոխվեց Արցախ, մի մասը բնակություն հաստատեց Հայաստանի Հանրապետությունում։ Ճիշտ է, Արցախը շատ խնդիր կար բնակարանային, մարդիկ պետք է այդքան ֆոնդ չկար, որ կարողանային բոլորը տեղափոխվել Արցախ։ Մի որոշ մասը մնաց Երևանում եւ մենք փորձեցինք այդ համայնքը պահել եւ մեր շուրջը հավաքեցինք տեղահանված արցախցիներին։ Նպատակը մշակութային համայնքի պահպանումն էր եւ իհարկե մեր բարբառի պահպանումն է։ Եվ ոչ նյութական մշակութային ժառանգության, պահպանումն ու հանրարշակումը։ Այո, մենք սկզբից որպես պատկերասրահ, որովհետև այդ տարիներին, երբ որ ես աշխատում էի Հադրութում, Դիզակի գույները միջազգային սիմպոզիում էի կազմակերպում։ Դուք նույն բնակավարում մշակույթի մեջ եք։ Մշակույթի մեջ ես Հադրութի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի ղեկավարն էի եւ 3 տարի անընդմեջ կազմակերպել ենք Դիզակի գույները միջազգային սիմպոզիում։ 2019 թվականին սիմպոզիումի կտավները Մոսկվայում ցուցահանդեսի էին եւ այդպես բարեբախտաբար այդ 27 կտավը փրկվեց եւ հիմք հանդիսացավ, որ ունենանք պատկերասրահ, ունենանք հավաքատեղի եւ հենց այդ պատկերասրահում տարբեր միջոցառումներ էին կազմակերպում տեղահանված արցախցիների համար, գրքի շնորհանդեսներ, քննարկումներ եւ 2021 թվականի սեպտեմբերից սկսեցինք նաեւ մշակութային կրթություն տալ տեղահանված արցախցի երեխաներին, նպատակը Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն է։ Դիզակարտում առաջի տարիները գործեցին թատրոնի, երգի բարի նկարչության խմբակները, այնուհետև Դիզակարտը իր գործունեությունը արդեն 5-րդ տարին է, որ կատարում է եւ մասնաճյուղ ունի նաեւ Աբովյան քաղաքում։ Հեշտ եղավ Երևանում ստեղծել, որովհետեւ ունեք հիմա ձեր այսպես հիմնական տանիքը, ձեր մշտական վայրը, որտեղ Դիզակ իր աշխատանքներն է ծավալում, եւ հեշտ եղավ արդյոք տեղահանված երեխաներին համոզել, որ չգիտեմ, իրենց ոնց որ թե հոգսերը, բաները, այդպես ապրումները ամենանպաստավորը չէին, որպեսզի իրենք ուզենան այդպես թատրոնում կամ երգի խմբակում կամ չգիտեմ, հեշտ էր արդյոք իմի բերել երեխաներին հավաքել եւ համոզել, որ պիտի շարունակեն իրենց գործունեությունը։ Մենք իրականում չենք համոզում, քանի որ երեխաները մեծ սիրով ու եւ ծնողները եւ երեխաները մեծ ցանկությամբ այցելում են Դիզակարտ, այսօր Դիզակարտի երեխաների սովորող աշակերտների թիվը 160-ից ավել է եւ նրանք զգում են այդ կարոտը, այդ մշակութային ինքնության պահպանման միակ գործող կառույցն է Հայաստանում եւ բոլոր եւ ծնողները եւ աշակերտները մեծ սիրով են այցելում Դիզակարտ, որովհետեւ այնտեղ շոշափում են մի փոքրիկ Արցախ, որովհետեւ այնտեղ շփվում են Արցախի բարբառով եւ դասավանդող մանկավարներն են Արցախից, մենք պարզապես ունենք օրենք Դիզակարտի ներսում խոսել միայն Արցախի բարբառով։ Բայց Երազիկ,
եթե Երևանցի երեխաներ ուզում են իրենք նույնպես մասնակցություններ, արդյոք նրանք կարող են նույնպես գալ, կան երեխաներ, որ պես արմատներով Արցախից չեն, բայց իրենք նույնպես ցանկություն ունեն։ Այո, դիզակարտը արդեն երրորդ տարածքն է, որ տեղափոխվում է, քանի որ դիզակարտը ունի հիմնական տանիք, սակայն իր գործունեությունը այնքան մեծ է, որ արդեն ժամանակն է ունենալ ինչպես բոլոր ընտանիքները, այնպես դիզակարտը ունի այդ կարիքը ունենա իր գլխավերևում տանիք, որպեսզի կարողանա ավելի հեշտ իր գործունեությունը ծավալի։ Ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը, թե երևանցի երեխաները, այո, մենք ունենք աշակերտներ հենց այդ տարածաշրջանում, որտեղ գործում է դիզակարտը, հարևանությամբ ապրող երեխաները գալիս են դիզակարտ եւ ասեմ նրանք շատ մեծ ուրախությամբ են գալիս դիզակարտ, մենք ունենք, ճիշտ է, այդ թիվը այդքան մեծ չի, բայց ունենք երեխաներ, որ հիմա շատ ազատ խոսում են եւ Արցախի բարբառով եւ շփվում են երեխաների հետ։ Եթե պայմանավորվել եք, որ դիզակարտում պիտի, այդպես բարբառով խոսենք, լինի Արցախի բարբառը, Ինչպես են այդ դեպքում տեղացի երեխաները կարողանում շփվել։ Շատ հեշտ, ասեմ, որ հիմա մենք ունենք աշակերտներ, որ առավել սիրուն են խոսում Արցախի բարբառով, քան մեր երեխաները, մենք դրա համար շատ ուրախ ենք եւ այդ ինտեգրումը եւ այդ ինտեգրումը իսկապես շատ հեշտ է ստացվում, որովհետեւ եւ երեխաները արցախցի եւ Երևանաբնակ երեխաները շատ լավ ընկերներ են եւ այդ միասնության հենց մեր նպատակը այդ միասնությունն է, որ չլինեն այդ տարանջատումները երևանցի, արցախցի, դա շատ կարեւոր է։ Իրենց չի լինում երբևէ մեծերի այդ վատ օրինակը, որ պիտի խոստովանենք, որ կա մեր հասարակության մեջ չի փոխանցվում մանուկներին։ Իրականում դա մենք չենք տեսնում, իսկապես չենք տեսնում եւ մանկավարժների կողմից միշտ ես էլ եմ այդ հարցադրումը տալիս, կան որևէ խնդիրներ, բոլորն ասում են, որ ոչ, շատ առողջ մթնոլորտ է տիրում դիզակարտում։ Երազիկ ասացիք, որ 160 երեխա է, այդպես մասնակցում այսօր դիզակում մասնակցություն ունենում կրթական ծրագրերին, մշակութային ծրագրերին, եւ կասեք, թե քանի ճյուղի խմբակներ կան, որոնք այդպես գեղագիտական կրթությամբ են զբաղված, ինչ խմբակներ ունեք։ Բոլորը խնդրում եմ թվարկեք։ Դիզակարտում կա նկարչության, ազգային պարի, ազգային երգի, թատերախումբ ունի դիզակարտը եւ Աբովյան քաղաքում նաեւ կիրառական բաժինն է գործում։ Այս 5 տարիների ընթացքում դիզակարտը արդեն խաղացել է 4 ներկայացում Արցախի բարբառով, տարբեր երկրներում մասնակցել ենք եւ Երազիկ, դուք հիմա իմ բոլոր հարցերին միանգամից եք ուզում պատասխանել, ես դրանց դեռ կանրադառնամ, ես ուզում եի հասկանալ խմբակների ուղղվածությունները, ինչու միայն Աբովյանում, այդպես դեկորատիվ կիրառական արվեստ։ Որովհետև ցանկություն եղավ հենց Աբովյանի երեխաների մեջ, մենք Երևանում էլ փորձեցինք կիրառական արվեստով զբաղվել, սակայն խումբը այդքան էլ մեծ չձևավորվեց, բայց Աբովյան քաղաքում ձևավորվեց։ Ինչու ենք հենց որոշել մասնաճյուղեր ունենալ Աբովյանում եւ Արարատի մարզի Ռանչպար գյուղում, քանի որ տեղահանվածների մեծ մասը Կոտայքում է տեղակայված եւ Արարատի մարզում է տեղակայված։ Մենք փորձեցինք ընդլայնել, բայց ցավոք սրտի 23 թվականի պատերազմից հետո չկարողացանք գտնել բավականաչափ հովանավորներ եւ մեր գործունեությունը չկարողացանք Մասիսի Ռանչպար գյուղում շարունակել, սակայն Կոտայքում փորձում ենք Աբովյան քաղաքում պահպանել մեր մշակութային կենտրոնը, բայց նպատակ ունենք նաև մասնաճյուղեր ունենալ տարբեր մարզերում, որպեսզի կարողանանք այդ մշակութային համայնքը պահպանել մեր մշակութային ինքնությունը։ Երազիկ, եթե հասարակական կարգով չեն աշխատում, ձեր մանկավարժները, ուրեմն բավականին ֆինանսական միջոցներ են ձեզ անհրաժեշտ լինելու, դրանք հովանավորների միջոցներն են կամ համագործակցում եք պետական որևէ օղակի հետ, այդ մասին եմ ուզում պատմեք։
Մենք մինչև 23 թվականը նաև Արցախի կառավարությունից էինք ֆինանսավորվում եւ Արցախի օպերատիվ շտաբի կողմից, սակայն 23 թվականից հետո ունեցանք մեծ խնդիրներ ֆինանսական եւ մենք սկսեցինք դրամաշնորհների միջոցով, անհատ բարերաների միջոցով պահպանել դիզակարտի գործունեությունը, բայց ասեմ, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւս մեզ դրամաշնորհային կարգով աջակցում է եւ մենք արդեն փորձում ենք երկրորդ ներկայացումը խաղալ հենց կրթության նախարարության դրամաշնորհի ֆինանսավորմամբ եւ նախորդ տարի մենք ունեցանք Արապաստի Պենկինի ներկայացումը, որը հենց ֆինանսավորվեց կրթության նախարարության կողմից ոչնչական մշակութային ժառանգության պահպանման բաժնի դրամաշնորհով։ Երազիկ, ես երբ որ ձեր կայքերն էի ուսումնասիրում, այս հարցաշարը կազմելու համար, տեսա, որ դիզակարտի երեխաները մասնակցում են տարբեր միջազգային մրցույթների եւ վերադառնում են հաղթական, այսպես, մրցանակներով, դիպլոմներով եւ այլն եւ այլն։ Ինչպես է կարողանում դա կազմակերպել, միջազգային մրցույթների եւ նաեւ տեղական, կարծես թե մրցույթների տարբեր բնագավառներում, այդպես ասենք, երգ, պար, տեսնում եմ, որ առաջին տեղը գլխավոր մրցանակ եւ այլն, այդ մասին եմ ուզում խոսենք մի քիչ։ Եվ ինչ է տալիս դա, արդյոք երեխաներին այնքան ոգևորություն է տալիս, պարգևում, որ հետո կարող է դառնալ դա իրենց մասնագիտական կողմնորոշման այդպես հիմք։ Իրականում դիզակարտը տալիս է պրոֆեսիոնալ կրթություն եւ երեխաները մեր մոտ սովորում են, եթե երգի բաժնում են, նրանք նաեւ ուսումնասիրում են եւ սոլֆեջո եւ երաժշտական գրականություն եւ այս տարիների ընթացքում մենք ոչ միայն մասնակցել ենք մրցույթների, այլ նաեւ ունենք երեխաներ, որ իրենց մասնագիտական կողմնորոշումը ունեն եւ նրանք շարունակում են երաժշտական քոլեջներում կամ նկարչական քոլեջներում եւ այս կոնսերվատորիա ուսումնարաններ եւ մենք նաեւ ունենք երեխաներ, որ փորձում են դրսում իրենց կրթությունը շարունակել ավելի։ Բայց ձեր տված մասնագիտական հիմքով։ Այո, մեր տված մասնագիտական հիմքով եւ նշեմ, որ բոլոր երեխաները ընդունվում են անվճար։ Դա իրենց բալերի շնորհիվ է, այլ ոչ թե որպես տեղահանված արցախցիներ, նրանք իսկապես միշտ առաջիններն են եւ մեր ուսուցիչները փորձում են ամեն ինչ անել առանց որևէ շահի, առանց որևէ վճարման, միջև ընդունելության օրը երեխաների հետ պարապում են, զբաղվում են, որ երեխաները կարողանան լավ արդյունքներով ընդունվել։ Ինչ վերաբերվում է միջազգային մրցույթների, այո, եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս այս տարիների ընթացքում մասնակցել ենք տարբեր մրցույթների 2022, 23, 24 թվականներին մասնակցել ենք Վլադիմիր քաղաքում միջազգային մանկապատանեկան մրցույթի եւ ամեն տարի ունեցել ենք մրցանակային տեղեր, իսկ անցած տարի Սերգեյ Արզումանյանը մեր նկարչության դասարանի սանը գրավել է առաջին մրցանակային տեղը։ Այս վերջերս երեխաները Իտալիայում են մասնակցել Իտալի հոփ մրցույթին, միջազգային մրցույթին։ Երգի, որտեղ եւ ազգային եւ միջազգային հիթ անվանակարգերում երեխաները զբաղեցրել են առաջին մրցանակային տեղերը։ Ունենք հատուկ մրցանակների արժանացած սաներ, ունենք գրանպրիների արժանացած սաներ եւ մեր բոլոր սաների համար մենք այսպես ոչ թե ժամանցի կենտրոն է դիզակարտը, այլ ուսումնական կենտրոն է, որտեղ երեխաներին տալիս ենք ուսում, տալիս ենք, որ նրանք ունենան իրենց կողմնորոշումը եւ իհարկե մենք այսպես հայտնաբերում ենք նոր տաղանդներ, հուսանք կկարողանանք այնպիսի երեխաներ, այսպես հայտնի երեխաներ կունենանք, որ կասեն հենց այս երեխաները դիզակարտի սաներն են եղել։ Հետաքրքիր է, Երազիկ, դուք թվարկելիս ասացիք, որ կոնսերվատորիա, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, Թերլեմեզյանի ուսումնարան եւ այլն, բայց երեք ներկայացում, այսինքն թատերական խմբակը նույնպես ահագին ժամանակ է, որ արդյունավետ գործում է, չկան թատերական ինձ դերասան դառնալ ցանկացողներ կամ որ արդեն իսկ դարձել են։
Իրականում ցանկությունը մեծ է եւ դերասանության ուղղակի երեխաների տարիքը դեռ դպրոցական են, բայց թատերականի երեխաները նույնպես շատ մեծ ցանկություն ունեն եւ քանի որ խոսեցինք թատերական ներկայացումների մասին, մենք այդ 4 ներկայացումները բոլորը նույն սկզբից 20 թվականից հետո մինչեւ 23 թվականը մեր ներկայացումները զուտ Հադրութի բարբառով են, դե գիտեք Հադրութի բարբառը Արցախի բարբառի մեջ տարբերվում է ավելի շատ մոտ է երևի Գորիսի Ասյունիքի բառը։ Չէ, ավելի ինքը Ուրարտուի բարբառին է նման, որովհետև քինում, քիսում, այսպես երբ որ արցախցիները գնում եմ, քինամում Ստեփանակերտցիները են ասում, իսկ քիսում դա հադրութցիներն են ասում, այսպես շատ տարբերվում է եւ մենք խաղացել ենք Հովհաննես Թումանյանի հեքիաթների շարքը Հադրութի բարբառով Եշուր եմ տալիս աշխարհը ներկայացումը, որը Դուք Թումանյանի հեքիաթները վերածում եք Հադրութի բարբառի եւ այդպես ներկայացումը խաղում ենք, Արքան մերկ է, այդ ներկայացումն ենք խաղացել, Եշուր եմ տալիս աշխարհը։ Արքան մերկ է։ Այո, Եշուր եմ տալիս աշխարհը Լրկամսարի համանուն երկու ստեղծագործությունների վրա ստեղծված ներկայացումը, որտեղ եւ երեխաները դասի ընթացքում պատմում են, թե ինչպես են հրաժեշտ տվել իրենց տիկնիկներին տանը այգուն, շատ հետաքրքիր ներկայացում է եւ հիմա մենք հանդիսատեսին ներկայացնում ենք Արապաստի Պենկինի Ալեքսանդր Մանասյանի ստեղծագործությունը, որը գրված է Արցախի բարբառ Պենկինի Այդ ես ուզեցա հասկանալ ինչ է նշանակում Արա, այսպեսի բան կլինի Դա արցախյան սիրո հեքիաթ է եւ երեխաները խաղում են Արցախի տարբեր շրջանների բարբառներով, այսպես միքս ենք արել եւ շատ հետաքրքիր ներկայացում է ստացվել եւ մենք արդեն դա խաղում ենք տոմսով, տոմս ենք վաճառում եւ իրականում մեր թատերական խմբակը շատ այսպես պրոֆեսիոնալ ու գնահատված է, որովհետեւ եւ գալիս են տարբեր դերասաններ եւ գնահատում են իրենց աշխատանքը այնպես որ մենք ինքներս այսպես 4 պատի մեջ չենք ստեղծագործում, մենք նաեւ համագործակցում ենք տարբեր դերասանական կազմի հետ եւ միշտ այդ համագործակցությունը կա։ Երազիկ երաժշտության դեպքում ասացիք, որ բացի սոլֆեջոյից երաժշտության տեսություն եք նաեւ, հա, այդպես երեխաներին դասավանդում։ Ինձ հետաքրքիր է, օրինակ թատերական խմբակում մենակ բեմական փորձեր են արվում, ներկայացումներ են բեմադրվում, թե նաեւ թատրոնի պատմությունն է դասավանդվում, այդպես տեսություն եւ այլն։ Նաեւ արվեստի պատմություն են ուսումնասիրում եւ նկարչության դասարանի երեխաները եւ թատերախմբի երեխաները եւ մենք երեխաներին փորձում ենք այսպես ամբողջովին ծանոթացնել արվեստին, ամբողջովին մոտիկ պահել մշակույթին եւ իհարկե դիզակարտում գործում է նաեւ արվեստի պատմության դասաժամ։ Ես տեսա, որ կայքից տեղեկացա, որ վերջին ներկայացումով շրջել եք հանրապետության մեծ մասում, հա, հյուրախաղեր եք ունեցել։ Ուզում ասեք, թե ինչպես են ընդունում, հա, նախ բարբառով հասկանում են արդյոք ներկայացման իմաստը, խոսքը, հա, այդպես ընկալում են թե չէ եւ ինչպես են ընդունում ձեզ մարզերում։ Ես կարող եմ մի օրինակով ասել, երբ որ մենք կողբում խաղացինք Արապաստի Պենկինի ներկայացումը, գյուղի երիտասարդները, միջին հասակի տղամարդիկ մոտեցան ու ասեցին շնորհակալություն այս ներկայացման համար, մենք մտովին տեղափոխվեցինք մեր երիտասարդ տարիների այդ կյանքին, որովհետև այն դրվագները, որ կար ներկայացման մեջ, շատ մոտիկ էր իրական կյանքում, թե ինչպես են սիրահարվում հարևան աղջկան, թե ինչպես է դա կատարվում գյուղական միջավայրում եւ իսկապես արձագանքները շատ լավն էին եւ այնպես չի որ չեն հասկանում, որտեղ ինքը ունի նաև փոքր գրական հիմք, որ ուղեկցում է, որպեսզի քանի որ մեր հանդիսատեսը միշտ չի որ արցախցի է, որպեսզի հասկանալի լինի իրենց նաև։ Երազիկ, մենք այդպես է չիմացանք, ես սկզբում հարցրեցի, թե դուք հիմա որտեղ եք տեղակայված, ձեր սեփական օջախն ունեք, թե ինչ որ վարձակալությամբ որևէ տեղ։ Մենք արդեն 5-րդ տարին է վարձակալում ենք տարբեր տարածքներ, քանի որ online-վում ենք փոքր տարածքից ենք սկսել, հիմա ավելի մեծ տարածք, քանի որ աշակերտների թիվն է օրեցօր աճում։ Կներեք Երազիկ, այսինքն հնարավոր է, որ ես ենթադրում եմ, որ դուք կարող եք սահմանափակել աշակերտների դիմողների թիվը, որովհետև տարածքը արդեն չի բավարարում։ Թե չկա այդպիսի բան։
չենք կարող մենք մերժել մեր երեխաներին, դա մի քիչ հոգեբանական նաև սթրես կլինի երեխաների համար։ Մենք ընդլայնվում ենք օր-օրի, բայց իսկապես դիզակարտը այսօր իր սեփական տանիքի կարիք ունի, որովհետև դա գործող կազմակերպություն է, անկախ նրանից այսօր ֆինանսավորում կա թե չկա, դիզակարտի գործունեությունը շարունակվում է եւ ես շնորհակալ եմ մեր թիմին, որովհետեւ նրանք բոլորը գաղափարի թիմակիցներ են եւ ոչ մեկը չի ասում այսօր աշխատավարձ չկա, մենք չենք կարող գալ դիզակարտը իր գործունեությունը շարունակում է անկախ նրանից ունի ֆինանսավորում այս պահին թե չէ եւ ասեմ որ մեր գործունեությունը այս տարի ինչ սկսել ենք այսպես բուրըն գործունեություն ունեցանք եւ շարունակում ենք ունենալ մեր այդ գործունեությունը Ես որքան հասկանում եմ դա հա այդպես երեխաների իրենց մանկապարտեզի դպրոցի գյուղի քաղաքի իրենց բնաշխարհի այդպես ասած կարոտի որոշակի մխիթարանք սփոփանք է նաև, որովհետև ես իմ հարևան, հա, Արցախից բռնագաղթված եւ հաստատված մեր փողոցում, հա, փոքրիկ Սոնան անընդհատ արտասվում եւ ասում էր ես իմ սաձիկն եմ ուզում։ Հիմա ես որքան հասկանում եմ, այդ երեխաները նաև փորձում են բարբառի միջոցով միասնական լինելու, միասին լինելու նաև ինչ-որ բաներ հաղթահարել, հա, երևի թե երազիկ։ Այո, մենք նաև իրենց մեջ ես ուզում եմ հասկանալ, էլի հոգեբանական, հա, ստրեսներ կան, դեպրեսիաներ կան, որոնք գուցե թե այս արվեստի միջոցով փորձում եք մեղմել կամ դուրս բերել առասարակ։ Մենք ունեցել ենք աշակերտներ, որոնք իսկապես չէին էլ խոսում եւ դիզակարտ գալով նրանք եւ նկարչության դասերին մասնակցելով եւ շփվելով արցախցի երեխաների հետ նրանք այդ վիճակից դուրս եկան եւ շատ ծնողներ մեծ շնորհակալություն են հայտնում որովհետեւ եւ տարբեր հոգեբանների մոտ են տարել երեխաներին ոչինչ չի փրկել այդ ամեն ինչ օգնել բայց դիզակարտը շատ երեխաների համար նաեւ այսպես մի փոքրիկ Արցախ շոշափելն է այդ կարոտը քանի որ իսկապես դիզակարտի դռնից ներս դա Արցախի մշակույթն է եւ այդ ինքնությունը քո ինքնությունը դու կարող ես գտնել հենց այդ նրանցից եք ասում երազիկ ասում եք որ միևնույն է վերադառնալու ենք մենք այդ հավատը չենք կորցնում որ մենք վերադառնալու ենք եւ մենք դաստիարակում ենք այն երեխաներին որ պետք է սիրենք հայրենիքը եւ մի օր բոլորս միասնական պետք է հետ գնանք Արցախ դա մեր այսպես ամենօրյա դաստիարակության մեջ է որ երեխաները իմանան իրենք որտեղից են եւ իրենց իհարկե այս ծանր բեռը ես իմ կարծիքն է սա այս ծանր բեռը այս երեխաների վրա է մնացել նորից Արցախը հետ վերադարձնելու թե ուժի միջոցով թե քաղաքական հետ վերադառնալու հա հենց այս ծանր բեռը իրենց վրա է Երազիկ լավ կուզենամ ավարտելուց առաջ ձեր եթե կան նոր ծրագրեր, հա այդպես նոր մտահղացումներ, այդ մասին էլ խոսենք ու ավարտենք։ Ունենք ծրագրեր, մենք ամեն ամառ նաև մշակութային, կրթամշակութային ճամփարներ ենք իրականացնում, դրա մասին չենք խոսացել, այն երեխաները, ովքեր չեն մասնակցում դիզակարտի կրթական ծրագրերին, մշակութային կրթական ծրագրերին, նրանց նաև այլ երեխաների ընդգրկում ենք կրթամշակութային արցախցի այլ երեխաների, որպեսզի այդ մշակույթը, այդ բարբառեր, սովորույթները նրանք միշտ գրեն ու քանի որ մենք կարողացել ենք միայն մեր հետ բերել մեր ոչ նյութական մշակութային ժառանգությունը ամեն կերպ պետք է փորձենք այդ ամենը պահպանել ունենք կրթամշակութային ճամբար որը նախատեսում ենք նաև հուլիս-օգոստոս ամիսներին երեխաներ ունենք որ մայիսին պետք է գնան Ֆրանսիա մրցույթների Իհարկե նոր ներկայացում Սոս Սարգսյանի ոտնամաները որը սկսել ենք արդեն բեմադրել Եղավ երազիկ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եկաք եւ այս հետաքրքիր զրույց ունեցանք, ձեր գործունեության ձեզ հաջող գործունեություն եմ մաղթում եւ հույս, որ իսկապես ձեր նպատակները, երազանքները, որ բոլորիս նպատակներն ու երազանքներն են կամ գոնե այդպես պիտի լինեն, մի օր իրականություն կդառնան, շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք, մենք էլ ենք հավատում, որ մի օր կունենանք ամբողջական Հայաստան։
Իսկ մենք շարունակենք տաղավարի եթերում քննարկել մեր կրթության եւ գիտության խնդիրները ամենատարբեր դիտանկյուններից։